Կպարկցնենք ասֆալտին եւ կտանք պատերով։ Աշխարհի ժողովի նախագահը իր հայրենակցի երեսին կեց։ Ես կարող եմ անել այն, ինչ որ իմ բարոյական նորմերը թույլ են տալիս։ Թերևս գոնե մինչև 2026 թվականի ընտրությունների ավարտը Նիկոլ Փաշինյանը որոշել է, այլևս չեն հայոյելու։ Հայոյանքին նմանակերպ չեն պատասխանելու, չեն վիրավորելու ու վիրավորանքին էլ վիրավորանքով չեն պատասխանելու։ ՀՊ-ում այսուհետև իշխելու է միայն սերն ու հանդուրժողականությունը, բարեկրթությունն ու էթիկան։ Հիշում եք, այդպես էր նաև 18 թվականին։ Ես ուզում եմ հատուկ խնդրանքով դիմել, որ մենք այսօր ագրեսիվության որևէ դրսևորման, ագրեսիվությամբ չպատասխանենք։ Հավիշն ու սերը վերածեցին պողպատի ու հայոյախառն ատելության։ Փոշա մանդատը փոխարինեք պողպատի մանդատով եւ դուք կտեսնեք քաղաքական զենվետանով։ Որպեսզի Փաշինյանն ու ՔՊԱ-ականներն այլևս որևէ մեկին պատերին կամ ասֆալտին չփռեն, չդոմփեն, մարդկանց վրա չթքեն ու ամենավերջին հերյուրանքները երկրի ամենաբարձր ամբիոնից չհնչեցնեն, ՀՊ-ն ընդունել է էթիկայի կանոնագիրք, ըստ որի պետք է դրսևորեն բարևարկություն։ Փաշինյանը զգուշացրել է հանրությանը, որ եթե վիրավորանքին այդպես չպատասխանեն, թուլություն չդիտարկեն։ Փաստորեն կարելի է ընդհանրել, ուժը փաշինյանական դրսևորումներով հայոյանքի մեջ է, եւ այսպես էր նա ցուցադրում իր ուժն ու խիզախությունը։ Իդեպ, հետաքրքիր է, ՀՊ էթիկայի կանոնագրքով վեհափառ հայրապետին Կտրիչ Ներսիսյանով դիմելը էթիկայի նորմերի խախտում է, թե դեռևս ուժի ու քաջության դրսևորում։